Ժամանակակից միջավայր երիտասարդների ժամանցի գաղափարների իրականացման և ոչ ֆորմալ կրթության համար Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում բացվում է ալտերնատիվ երիտասարդական կենտրոնը։ Այն 4-րդն է կառավարության նախատեսած 25 երիտասարդական կենտրոններից և երկրորդը Կոտայքի մարզում։ Ամբողջությամբ վերափոխված միջավայր ունենք, որտեղ բազմազան հնարավորություններ են կինոդիտումների, գրականության ընթերցման, գրքերի քննարկման, տարաբնույթ խաղեր խաղալու, տարբեր դասընթացներ անցկացնելու եւ այս ամենը նշանակում է, որ սա մի տարածք է, որտեղ մեր երիտասարդները կարող են զարգացնել իրենց կարողությունները եւ ոչինչ չպիտի կաշկանդի դրան։ Շատ լավ հարթակ է սա զարգանալու եւ համայնքը առաջ մղելու 13-ից 35 տարեկաններին համատեղելու է։ Այստեղ երիտասարդները կարող են հանդիպումներ, քննարկումներ անցկացնել, միջոցառումներ, զարգանալ թե մտավոր, թե ֆիզիկապես։ Երիտասարդական կենտրոնի ստեղծումը հնարավոր է դարձել եռակողմ գործակցության շնորհիվ։ Կառավարությունը հատկացրել է դրամաշնորհ, համայնքը տրամադրել է տարածք, Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը վերանորոգել է այն, գործարկել է կենտրոնը և շարունակելու է համակարգել հետագա աշխատանքները։ Մեր գյուղական համայնքների մեծ խնդիրներից մեկը այն է, որ միակ ենթակառուցվածքը դա կրթական հաստատությունն է։ Իսկ այստեղ մենք կարողանալու ենք կրթական հաստատություններից դուրս ոչ ֆորմալ կրթության ծառայություններ մատուցել, ներգրավել երիտասարդներին համայնքային կյանքին եւ հույս ունենք, որ ինչպես մեր կենտրոնի խորագիրն է, որ ապագան սկսվում է այստեղից, շատ երիտասարդներ իրենց ապագան կսկսեն այստեղից եւ հաջողությունների կհասնեն։ Նախկինում չի եղել երիտասարդական աշխատանքի որևէ փորձ եւ որևէ քայլ։ Նախկինում գործել է մշակույթի կենտրոն, որտեղ երիտասարդները տարբեր խմբակներով մասնակցել են որևէ ծրագրի, բայց այս կոնցեպտը նոր է, ինձ համար ուրախություն է, որ իմ համայնքում կա այսպիսի նախաձեռնություն, որին կարող են երիտասարդները մասնակցել, եւ ինչու՞ չէ նաեւ իրենց գործունեությամբ հենց համայնքին բերել նոր հաջողություններ։ Ակնկալվում է, որ կենտրոնը կմիավորի Աղավնաձորի և հարակից բնակավայրերի առնվազն 800 երիտասարդի։ Բնակավայրի դիրքը նման հնարավորություն տալիս է։ Մեզ համար կարևոր է, որպեսզի երիտասարդական կենտրոնները լինեն հասանելի հնարավորինս մեծ թվով շահառուների։ Կարևոր է, որ գյուղական բնակավայրերն էլ տարբեր միջավայրեր ունենան եւ այդ տարբեր միջավայրերը ցույց տան, որ մեր երեխաներն ու երիտասարդները ունեն նույն հնարավորությունները անկախ նրանից, թե իրենք որտեղ են բնակվում։ Ծաղկաձոր համայնքն ընտրվել է հաշվի առնելով երիտասարդական կենտրոնների բացման համար սահմանված չափորոշիչները, մասնավորապես տվյալ համայնքը որքանով է հետաքրքրված երիտասարդության կարիքներով և ինչ ծրագրեր է իրականացնում խնդիրների լուծման ուղղությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։